եւ Ադրբեջանի ծախսերի ավելացումը այստեղ բան է առաջանում խաղաղության գնացող Ադրբեջանի նկատմամբ։ Իմ տեղեկություններով Ադրբեջանը նույնպես կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն, ես խոսամ մեր ծախսերի մասին։ Ես ինչպես նշեցի, վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է զինված ուժերին հատկացվող դրամական միջոցների թիվը, նշեցի 18 թվականի նկատմամբ այն կազմում է 1.1 միլիարդ դոլար, այն պարագայում, երբ 18 թվականին դա կազմել է մոտավորապես 640 միլիոնի կարգի, եթե դրանք համեմատության մեջ դնեք, տեսնեք ինչ էական փոփոխությունների մասին է։ Նշեցի, որ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ եւ մեր ողջ տնտեսությունը գամել սպառազինության ձեռքբերմանը եւ ըստ էության տնտեսության քանդմանը, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ այն ձեռքբերումները, որը ոչ մի կերպ չեք ուզում տեսնել, ընդ որում հիշեցնեմ, որ սիրելի լրագրողների այն հատվածին, ովքեր պատրաստակամություն էին հայտնել գալ, ես անձամբ ուղեկցել եմ եւ ցուցադրել եմ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները եւ իհարկե անկեղծ լինելու պարագայում կարող եք հաստատել, որ դրանք իրոք լուրջ ձեռքբերումներ են եւ չի կարելի սրա հետ հաշվի չնստել։ Ինչ վերաբերում է մասնակցությունները, ես նշեցի, այո, հերքում եմ, որ որևէ հրաման կամ հորդոր ինչ որ մեկին եղել է։ Հերքում եմ եւս մի անգամ հերքում եմ։ Հաջորդիվ, ինչ վերաբերում է այն հարցին, որը ահազանգ չի, դրա մասին բազմիցս առիթ ունեցել է հնչեցնելու Հայաստանի Հանրապետության մի քաղաքացին, որում լրատվական չի թողել, բոլոր տեղերում գնացել դրա մասին հարցազրույց է տվել։ Ուրեմն խնդիրը վերաբերում է դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին, ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելություն ցավոք, այսինքն ընտրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառու, բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված իջելու մեջ, մյուս ընտրանքը, մանավանդ մեր օրերում, երբ այսօր ունենք խաղաղություն, հաստացի եւ ըստ էության այն ինչ նկարագրում եք, դա տեղի չի ունենում։ Այն ինչ նկարագրում եք, դա տեղ։ Չէ, ձեր ասացի մեջ ինքնին հակասություն կա։ 14 օրվա հերթապահություն գնացողը, ասում եք 2 օրվա սննդավեր, բա ինչ ա ուտում։ 12 օր ինչ ա ուտում։ Հատ հարցրել եք ձեզ։ Լավ է, պահեստատուփը չեն ուտում, պահեստատուփը կրակելու համար է։ 2 օրվա սնունդ նշում եք։ Ինչ ա ուտում 12 օր։ Նկատի ունեմ, այո, կա իրականություն, որը հետեւյալն է։ Մեր զինվորները անցնում են ոչ Ասում այս պահին մենք նման իրականություն չունենք, անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված բլոկ պոստով։ Հիմա հերքում եմ, ասում չեն ստուգում, քանի անգամ ասեմ հերքում եմ, հարիցս հերքում եմ, ոնց ասեմ։ Շնորհակալություն պարոն նախարար եւ նաեւ հավելեմ, որ մենք նաեւ արձագանքել ենք նշելով, որ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների հերթափոխելը իրականացվում է բնականon։ Շնորհակալություն հաջորդածը։ Չէ, այստեղ ուրիշ հարց կա։ Նաեւ դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրում, ինչ որ լվացվելու արարողություններ, չգիտես ինչեր, խոսքը այդ դիրքերի մասին է, այդ դիրքի մասին է կոնկրետ։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց։ Հաստ տվեք, ասեք, այդ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ։ Լուսինե ջան, բարևել են տալիս, գուցե զրուցում են, բնական պրոցես է։ Դուք հիմա կարող եք նկարագրեք մի իրավիճակ, երբ որ կարող է առաջանալ որոշակի լարվածություն, առաջացել է։ Այս փուլում ի ուրախություն մեզ եւ ի տխրություն շատերի նման խնդիրներ չեն առաջանում։ Բացարձակ չեն առաջանում։ Ես կարող եմ ասել, որ ամիսներ շարունակ որևէ խնդիրներ այդտեղ չեն առաջանում։ Եթե սրանով բավարարված եք, այսքանով ավարտենք։
Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջողություն։